Սիրելի Աստծո ժողովուրդ, նոր տարվա նախօրյակին ես ցանկանում եմ բոլորից հետ շնորհակալություն հայտնել այս էջում ձեր մասնակցության, ձեր ներկայության համար եւ ինձ հետ միասին այս գեղեցիկ երգերը վայելելու համար։ Ամեն փառք Տիրոջը, որովհետեւ առանց իր ներկայության եւ իր սիրո ոչ մի բառ, ոչ մի երաժշտություն չէր լինի եւ մենք էլ չենք կարող այս գեղեցիկ երգերը վայելել։ Թող փառավորվի Տեր Հիսուսը մեր, իմ, ձեր բոլորիս գործերի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ես ցանկանում եմ ձեզ հետ միասին նայել 2025 թվականին եւ տեսնել, թե մենք ինչերի մեջով ենք անցել, ով ինչի մեջով է անցել։ Ես ինքս անցել եմ եւ հաղթանակների եւ անկումների մեջով։ Եվ միգուցե անցել եմ նաեւ սպիերի միջով եւ միգուցե ունեմ նաեւ սպիեր 2025 թվականից իմ վրա վերցրած։ Ես կարծում եմ բոլորի դա վերաբերվում, որ ունեք անկումներ, ունեք հաղթանակներ, գուցե գտնվում եք դեռ պայքարի մեջ, տարբեր իրավիճակների մեջ։ Բայց ամենակարևորը այդ ամենի մեջ, որ մենք երբեք միայնակ չենք եղել, որ մեր բոլոր պայքարների մեջ, բոլոր հաղթանակների մեջ, բոլոր պատերազմների մեջ, բոլոր իրավիճակների մեջ մեր Տեր Հիսուսը մեր կողքին է եղել։ Աթագավորների 7:12 խոսքում ասում է. Սամուելը մի վեմ վերցրեց եւ կանգնեցրեց Մասեփայի եւ Սենի միջև եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն օգնական վեմ, ասելով, մինչև այստեղ Տերը օգնեց մեզ։ Ես այսօր հորդորում եմ բոլորիդ եւ ես ինքս էլ վերցնում եմ այդ քարը, այդ վեմը, եւ դնում եմ իմ սրտի մեջ եւ ձեզ էլ եմ ասում դրեք ձեր սրտի մեջ, որպես 2025 թվականի հաղթական վեմ ձեր սրտի մեջ ի փառս Տեր Հիսուսի, որ ինքը մեզ օգնեց մինչև այստեղ։ Եվ նա, որ օգնեց մեզ մինչև այստեղ, կօգնի մեզ նաև վաղը եւ մյուս օրը եւ մյուս տարվա մեջ, որովհետեւ մեր Տեր Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եբրայեցիների 13:8 խոսքերն են դրանք, որտեղ Հիսուսի մասին է խոսվում, որպես կայունություն, այս փոփոխական եւ անկայուն աշխարհի մեջ մենք ունենք Տեր Հիսուսին, որ անփոփոխ է, եւ նա, որ օգնեց մեզ երեք, օգնում է մեզ այսօր, օգնելու է վաղը։ Եվ նա է, որ պիտի վարի մեզ դեպի նորը։ Եսայի 43:19 խոսքերում ասվում է. «Քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, եւ դուք պիտի ճանաչեք։ Ճամփա պիտի բացեմ անապատով եւ անջրթի հողում գետեր պիտի բխեցնեմ»։ Անջրթի նշանակում է չորացած, առանց հույս, առանց ջրի մնացած հողերում։ Եվ եթե դուք այսպիսի իրավիճակների մեջ եք, որ երկար ժամանակ սպասում եք Աստծո պատասխաններին, իրավիճակների փոփոխությանը, բարելավմանը, ուրեմն իմացեք, որ Տերը խոսք է տվել ձեզ։ Եվ վերցրեք Տիրոջ խոստումը, չնայելով ձեր շուրջը կատարվող իրավիճակներին, չնայելով ձեր փոթորիկներին, չնայելով քամուն, այլ վերցրեք Աստծո խոսքը, նայեցեք Հիսուս Քրիստոսին եւ քայլեք առաջ, որովհետեւ Տերը խոսք է տվել, որ ճամփա պիտի բացի անապատով ձեր համար։ Շնորհավոր ձեր գալիք 2026 թվականը։ Եվ ես ձեր հետ միասին մտնում եմ այս պահին աղոթքի Տիրոջ առջև, բերելով 26 թիվը իր առաջ։ Հայր Աստված, մենք քո գահի առաջ ենք գալիս։ Եվ շնորհակալություն ենք հայտնում 2025 թվականի ամեն օրվա, ամեն ժամի, ամեն վայրկյանի համար, որ դու մեզ հետ ես, Հայր։ Եվ մենք շնորհակալ ենք այսօրվա համար էլ, որ մենք ունենք հնարավորություն քեզ հետ խոսելու եւ քեզ շնորհակալություն հայտնելու։ Ամեն մեր բարձրունքի, ամեն մեր անկումի, ամեն մեր ընթացքի համար։ Թող փառավորվի քո սուրբ անունը մեր բոլոր գործերի մեջ։ Մենք քո առջև ենք բերում 2026 թվականը եւ քեզանից խնդրում ենք միայն մի բան, Տեր, թող քո կամքը կատարվի 2026 թվականին, քանի որ քո կամքն է կատարյալ, բարի, անկրկնելի եւ ամենաճիշտ մտածվածը։ Շնորհակալ ենք, Տեր, որ 2026 թվականը մենք մտնում ենք քեզ հետ, քո ձեռքը բռնած, Տեր Հիսուս։ Ամեն։